Գալյան կապված նոր օրենսդրական նախաձեռնության հետ, որ պետք է տուգանվի համացանցում գրառում կատարածները հայհոյանք մասնավորապես, սա տարաբնույթ մեկնաբանությունների տեղիք տվեցին եւ ասում են սա մահակ է, այսպես ընտրությունների նախաշեմին, ինչպես կարձագանքեք։ Նախ այդ նախագիծը դեռ շրջանառված չէ եւ գուցե դա է պատճառը, որ հարցադրումների մեջ որոշակի թույլ տվեք այսպես ասեմ սխալներ կան։ Հայհոյանքի հետ կապված տուգանքների սահմանմանը չի վերաբերում նախաձեռնությունը, այլ վերաբերում է ատելության խոսքի դեմ պայքարին եւ հիմնական մեխը նախագծի ատելության խոսքի համար ոչ նյութական վնասի հատուցման պահանջ նախատեսելն է, այսինքն քաղաքացիների համար հնարավորություն նախատեսելն է, որպեսզի ատելության խոսքի դեմ բախվելու դեպքում նրանք հնարավորություն ունեն դիմել քաղաքացիական դատարան եւ պահանջել ոչ նյութական վնասի բավարարում, որը կարող է ունենալ նաեւ դրամական արտահայտություն, այնպես ինչպես վիրավորանքի կամ զրպարտության դեպքում է։ Ինչ վերաբերում է ատելության խոսքը վարչական իրավախախտում համարելուն, այս մասով դեռևս քննարկումներ են տեղի ունենալու կառավարությունում, հետո անպայման նախագիծը կդրվի հանրային քննարկման, դրա արդյունքներով նոր կորոշվի, թե ինչ լրացումներ կիրականացվեն մեր իրավական համակարգում։ Գալյան եւ վերջերս մարդու իրավունքների պաշտպան Անահիտ Մանասյանը անդրադառնալով խոսքի ազատությամբ պայմանավորված կալանավորումների դեպքերին նշեց, որ այդ կալանքներից տպավորություն է, որ Հայաստանում կա երկակի ստանդարտ։ Սրա վերաբերյալ ինչ մեկնաբանություն կամ արձագանք ունեք։ Ես ցավում եմ, բայց չեմ տեսել Տիկին Մանասյանի մեկնաբանությունները եւ ինչ որ մի բան ինձ հուշում է, որ այլ բանի մասին է խոսել Տիկին Մանասյանը, ամեն դեպքում խոսքի ազատության համար որևէ մեկը մեր երկրում չի կալանավորվում, այլ կալանավորվում է այնպիսի երևույթների համար, կարող է դա լինել նաեւ որոշակի արարք հայտարարություն եւ այլն, որոնք քրեորեն հետապնդելի են, այսինքն կարող է լինել հայտարարություն կամ խոսք, որը քրեորեն հետապնդելի լինի եւ այդ մասին կարգավորում նախատեսված է Հայաստանի Հանրապետության քրեական օրենսգրքում։ Դիմադիրները եւ պաշտպանները ասում են, որ Նարեկ Սամսոնյանի դեպքում հենց բառի համար է օգտագործել է հետույք բառը, նաեւ մեղադրանքում է այդպես։ Չգիտեմ ինչ են ասում դիմադիրները, առանձնապես հետաքրքիր չէ թե ինչ են ասում։ Իսկ դասանց որ երեք ձեռնարկվել է վաղաշաբաթին օրենսդրների հետ կապված ավականու անդամներ, ես մասով ինչ կարող եմ ասել։ Ես կարող եմ ասել, որ վարկ իրականացնող մարմիններն իրականացնում են իրենց լիազորությունները եւ սահմանափակված են օրենքով եւ մենք ուղղակի պետք է հետևենք այն ամենին, ինչ իրենք են իրականացնում եւ որևէ մեկնաբանություն չեն կարող տալ եւ իրավասություն չունենք։